դիտարկել առայն, որ մենք փաստորեն ընդամենը վերջերս ենք ընդունել Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, դրանից հետո պետք է գործուն քայլեր ձեռնարկվեին Հայաստանի Եվրոպական միության անդամակցության ուղղությամբ։ Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարեց, որ դրանից հետո պետք է Եվրամիության պաշտոնյաների հետ հստակ ռազմավարություն եւ ճանապարհային քարտեզ գործողությունների մշակվի։ Մենք ակնկալում էինք, որ կառավարության կազմից առնվազն մի քանի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ կնշանակվեն որպես բանակցության հայկական կողմ եւ մենք անհապաղ կսկսենք ասոցիացման գործընթացի շուրջ բանակցություններ եւ DCFTA-ի ուրեմն այդ կիսատ թողնված 2013 թվականին կիսատ թողնված գործընթացը կամբողջացնենք։ Հասկանում ենք, որ ուրեմն այս բանակցությունները կնշանակեին նաեւ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացի դադարեցում, ինչի վերաբերյալ նախորդ շաբաթ եւս զգուշացումներ եղան Հայաստանից, որ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու կառույցներում լինել, ինչի հետ չենք կարող չհամաձայնել, եւ Հայաստանն էլ այս ուղղությամբ որևէ առարկայական քայլեր չի կատարում եւ սա մեզ շատ անհանգստացնում է, որովհետեւ 60,000 քաղաքացիների ստորագրությամբ նաեւ մեր կուսակցության կողմից գործադրված ջանքերի արդյունքում մենք տեսել ենք մեր հանրության իրական տրամադրությունները, սպասելիքները, ակնկալիքները եւ իշխանությունները ըստ էության այդ օրենքի ընդունմամբ համարում են, որ իրենք վերջացրել են այդ գործընթացը եւ որևէ քայլ չունեն անելու։ Սրա հետ մենք չենք կարող հաշտ լինել, մենք պահանջում ենք գործնական քայլեր, մենք պահանջում ենք հստակ քաղաքականություն եւ ճանապարհային քարտեզ, որտեղից պիտի Հայաստանը սկսի, ինչ քայլեր պիտի ձեռնարկվեն Հայաստանի Եվրոպական միության անդամակցության երկար, բայց շատ կարևոր գործընթացը անհապաղ մեկնարկելու համար։ Ո՞նց է պատկերացնում, որն է լինելու առաջին քայլը, գործուն քայլերը ներկայացնել։ Ես կարծում եմ, որ առաջին եւ հիմնարար քայլը դրա մասին ազգային ժողովում նույնիսկ արտաքին հարաբերությունների եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի ղեկավարն է ասել, որ իր տրամաբանությամբ առաջին քայլը պիտի լինի ասոցիացման Եվրոպական միության հետ ասոցիացման գործընթացի ամբողջացումը։ Հայաստանը պիտի բացվի եվրոպական շուկայի համար։ Հայաստանի համար հասանելի պիտի լինի եվրոպական շուկան եւ սա պիտի լրջորեն այս ուղղությամբ աշխատանք տարվի, մեր տնտեսվարողների հետ պիտի կառավարությունը աշխատի, համապատասխան ուրեմն ուղեցույցներ, սուբսիդիաներ պիտի տրվեն, որպեսզի մենք սկսենք ստանդարտների բարձրացման ուղղությամբ աշխատանքներ եւ կախված չմնանք ռուսական շուկայի եւ ռուսական քմահաճույքներին, որոնք ամեն անգամ ամռանը, ձմռանը մեզ համար կենսականորեն կարևոր ուրեմն հատվածներում տարվա, ուրեմն փակեն լարսը եւ որոշեն քաղաքական ճնշման գործիք օգտագործել մեր տնտեսվարողների, գյուղացիների, արտադրողների փչացող ապրանքները, ուրեմն դրանք ներսում, երկրի ներսում ուրեմն դժգոհություն առաջացնելու, ներսում ցնցումներ առաջացնելու նպատակ հետապնդելով։ Սա ուղղակի անթույլատրելի է, մենք պիտի այս ուղղությամբ հստակ աշխատանքներ կատարենք, հստակ պիտի լինի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Թուրքիայի հետ սահմանի բացումը մեզ համար կենսական կարևորություն ունի, այս ուղղությամբ եւս Եվրամիության պաշտոնյաների, Եվրամիության ազդեցիկ քաղաքական գործիքները պիտի գործադրվեն Թուրքիայի ուղղությամբ, որպեսզի այդ սահմանը մենք կարողանանք բացել եւ Եվրամիության հետ մերձեցումը եւ ի վերջո անդամակցությունը կարողանանք կյանքի կոչել հենց այդ սահմանով։ Հայաստանի արևմտյան սահմանն է Եվրամիության հետ Հայաստանին կապող այդ հիմնական ուրեմն ուղղությունը։ Պարոն Բաղդասարյան, ինչն է պատճառը, որ Հայաստանը որոշակի հապաղում է, Ռուսաստանից եկող վախերն են։ Հիմա այսօր արտաքին գործերի նախարարը հստակ, այսպես ազդակ ուղարկեց, որ սա մեր ներքին գործն է եւ լավ կլինի Լավրովը չխառնվի մեր ներքին գործին։ Հնարավոր է այսպես մեկնարկը տրված է այսօր։ Գիտեք, ոչ մի բանի մեկնարկն էլ տրված չի, մենք հստակ քաղաքական հայտարարություն ենք ուզում Հայաստանի կողմից, որ Հայաստանը օրենքի ոգուն համապատասխան սկսում է գործնական քայլեր
Եվրոպական միության անդամակցության ուղղությամբ եւ Եվրոպական միության համապատասխան գերատեսչությունների հետ մեկնարկում է բանակցություններ Հայաստանի Եվրոպական միության անդամակցության ուրեմն անդամակցությունը վերջնականացնելու, ամբողջացնելու համար։ Դրա համար պետք է ուղղակի հստակ կառավարությունը պիտի հստակ քաղաքական կամք դրսևորի, հայտարարի, որ սա այլևս հստակ որոշում է Հայաստանի կողմից, Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը Եվրոպական միության անդամակցության վերջնական ամրագրումն է, Հայաստանը պիտի հստակ իր տեղը աշխարհում եւ իր գործընկերներին, տարածաշրջանի եւ ոչ միայն տարածաշրջանի գործընկերներին հստակ ազդարարի, որ Հայաստանը ունի այսպիսի նպատակ եւ ովքեր ուզում են Հայաստանի հետ գործ ունենալ, պիտի իմանան, որ Հայաստանը տեսանելի ապագայում իր տեղը տեսնում է Եվրոպական միությունում։ Մենք այսօր խարխափում ենք, մենք ըստ էության սառեցրել ենք մեր ուրեմն անդամակցությունը հապկում, անընդհատ ունենք շատ ծանր եւ ոչ առողջ հարաբերություններ Եվրասիական տնտեսական միության հետ, մեզ անընդհատ սպառնում են, մեզ անընդհատ այսպես հոխորտում են Հայաստանի վրա, սա չի կարող շարունակվել։ Մենք բոլորս հստակ հասկանում ենք, որ Հայաստանի տեղը այն միջավայրում է, այն երկրների շարքում է, ովքեր ճանաչում են Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ մենք նրանց հետ պիտի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ հաստատենք, խորացնենք այդ ընտանիքի հետ մեր հարաբերությունները ավելի ու ավելի ամրապնդելու համար մեր ինքնիշխանությունը եւ ուրեմն տարածքային ամբողջականությունը եւ ամեն ինչ որ բխում է այս երկու հիմնարար սկզբունքներից։ Հայաստանը ըստ էության այս պահին տնային գրքույկի խնդիր է լուծում։ Հայաստանը հասցե չունի, Հայաստանը խարխափում է տարբեր ուրեմն ռեգիոնալիստական, ուրեմն այսպես գլոբալ եւ լոկալ տարածքներում առանց հստակություն մտցնելու թե որտեղ է տեսնում իր ապագան։ Մեր պահանջն է, որ Հայաստանը հստակ ամրագրի իր ցանկությունը, քաղաքական կամք դրսևորի, որ մեր տեղը Եվրոպական միության կազմում է, ինչը բխում է այն օրենքից, որը պարտադրել են Հայաստանի իշխանություններին ընդունել 60,000 քաղաքացիներ օրենքով սահմանված կարգով, մի բան, որ ապրիլին վերջնական իր տեսքը ստացավ Եվրոպական միության անդամակցության գործընթացի վերաբերյալ, մենք մեր մյուս գործընկերների քաղաքական ուժերի հետ, Հանրապետություն կուսակցության, Եվրոպական կուսակցության հետ հավաքել ենք այդ համապատասխան ստորագրությունները, այո, քաղաքացիական հանրության տարբեր ներկայացուցիչների, տասնյակների հասնող կազմակերպություն